Չեմպիոն լիգյան շոուն կապահովեն երեկոյի գլխավոր հերոսները մարզիչները Ինձագին ընդդեմ Լուիս Էնրիկեի, որ մարզչի մարտավարությունը առավելություն կունենա, ում փոփոխությունները բեկում կմտցնեն։ Հնարավոր սցենարները փորձագետների հետ կքննարկի Արամ Ավագյանը։ Շնորհակալություն գործընկերներ, այժմ թիմերի մարտավարությունը, տակտիկական հնարավոր ծուղակները կքննարկենք ֆուտբոլային մեկնաբաններ Արմեն Մանուկյանի եւ Արման Աբելյանի հետ։ Պարոնայք, թերևս սկսենք սխեմայից։ Ինչ որ անակնկալներ կլինեն, թե մարզիչները կընտրեն նույն սխեման, ինչ մրցաշրջանի գերակշիռ մասում։ Ես մեծ անակնկալներ չեմ սպասում, այսինքն Ինտերը կգործի իր հիմնական դասավորությամբ, որն է 3-5-2-ը, 3 կենտրոնական պաշտպան, 2 եզրայիններ, 3 կիսապաշտպաններ եւ 2 հարձակվողները, ինչ որ նորամուծություն դժվար թե լինի, քանի որ Ինտերը այս սխեմայով մշտապես է խաղացել այս մրցաշրջանում, նույն էլ ՊՍԺ-ն չի փոխել 4-3-3 ու միշտ այդպես են խաղացել։ Այսինքն ստացվում է, որ երկու թիմերն էլ նույն դասավորությունն են օգտագործելու, բայց այ ֆուտբոլիստների ընտրության մեջ որոշակի նյուանսներ կան։ Իմ կարծիքով Ինտերի համար ավելի ապահով կլինի, եթե լատերալների դիրքում ձախից Կարլոս Ավգուստոն խաղա, աչից էլ Մատեո Դարմյանը։ Ու այս մրցաշրջանում շատ կարևոր խաղերի ընթացքում երբեմն ավելի պաշտպանական դարձնելու համար, պաշտպանությունը բալանսավորելու համար հենց այդ տարբերակն է օգտագործել։ Ու չեմ բացառում, որ հարձակման կենտրոնում, եթե իհարկե Լաուտարոն հաստատ խաղա, վնասվածքը անցնի, ես ոչ թե Մարկուս Թյուրամին տեսնեմ առաջին րոպեներից խաղալուց, այլ օրինակ Մեհդի Թարեմին, որովհետև Մեհդի Թարեմին պաշտպանական փուլում, երբ որ անհրաժեշտ է կիսապաշտպանության գծում մեկ ֆուտբոլիստ ավել ունենալ, որովհետև երբ որ Պարիս Սեն-Ժերմենը գրոհելու է, ստացվում է, որ լատերալները շատ են ահանջելու, կիսապաշտպաններն էլ ստիպված են լինելու երկու եզրերում էլ տեղաշարժվել, կենտրոնում ազատ տարածություն շատ է լինելու։ Իսկ Մեհդի Թարեմին երբ նահանջի, այդ տարբերակով ավելի ապահով կարող է լինել։ Եզրայինների մասին Ես ուրիշ կարծիք ունեմ, իմ կարծիքով ձախից խաղալու է Դիմարկոն, աչից խաղալու է Դումֆրիսը եւ նման կարևոր խաղում թիմի առաջատարներից երկուսին Ինձագին չի թողնի պահեստայիններին ստանին, մանավանդ որ Դումֆրիսը փայլեց կիսաեզրափակիչում, իհարկե Ինտերը մտածելու է պաշտպանվելու մասին, բայց հարձակման այս երկու խաղացողները մեծ ներուժ են տալիս ու գումարած Լաուտարո Թյուրամ զույգը դա էլ ինձ թվում է կպահպանվի Եթե խոսենք հարձակման զույգերից, խաղացվածությամբ ամենակայուն աշխարհում հնարավոր է լավագույնն են որպես զույգ հարձակման։ Նայ, բայց ես չեմ ասում, այդ տարբերակը բացառում ենք։ Ես ասում եմ, որ եթե մտածի Ինտեր ավելի պաշտպանական դարձնել, այս տարբերակը ավելի ընդունելու է, որովհետև վերջին խաղերում, երբ որ մենք նայում ենք, Ֆեդերիկո Դի Մարկոյի սխալները դիրքում շատ են, ու երբ որ Դի Մարկոն է խաղում, Մխիթարյանի գործառույթը կամ Բարելայի գործառույթը պաշտպանությանը մասնակցելու ավելի շատ է լինում։ Համաձայն եմ, այստեղ կարող ենք արդեն գումարել նաև Մխիթարյանի գործոնը, եթե հիշենք Ինտերն ինչպես էր պաշտպանվում Բարսելոնայի դեմ, այսինքն Դի Մարկոն այստեղ էր, Բաստոնին ապահովագրում էր, Մխիթարյանը ապահովագրում էր։ Չէ, բայց այդ երբ առաջացավ, երբ որ առաջին գոլը բաց թողեցին ու հասկացավ Ինտերը, որ այս եզրում Դի Մարկոն չի հասցնում։ Միայն դրանից հետո այդ վերադասավորումները եղան ու ամեն անգամ արդեն երկու եզրից միայն այստեղ չէ, մյուս եզրում էլ 3 ֆուտբոլիստ դիմավորում էր Բարսելոնայի հարձակվողի։ Բայց մի բան հաշվի առնենք, որ Պարիս Սեն-Ժերմենում չի խաղում Լամին Յամալը, հետեւաբար կարիք չկա, շատ հաջող Պարիս Սեն-Ժերմենում կան հարձակման գիշատիչներ։ Շատ քիչ եզրային կիսապաշտպաններ կան, որ Յամալին 1-1-ի դեմ պայքարում կարող են հավասարվել։ Իհարկե Դեմբելեն այսինքն ավելի թույլ է։ Դեմբելեն այստեղ չի խաղում, Դեմբելեն անհատապես ովքեր են պաշտպանվելու Պարիս Սեն-Ժերմենի եռյակի դեմ։ Այստեղ էլ է կախված թե ինչ մեկնարկային կազմ է ընտրելու, այս մեկնարկային կազմի որոշվելու է, եթե Կարլոս Ավգուստոն լինի, օրինակ պաշտպանությունում, ինձ թվում է Դեմբելեին հիմնականում Կարլոս Ավգուստոնը է հսկելու։ Նախ պետք է հասկանանք Ինտերը իր պաշտպանությունը ինչպես է կառուցելու։ Ճիշտ է գիտենք Ինտերը սիրում է խորքից պաշտպանվել, մեջտեղից դիմավորել մրցակցին, բայց Ինտերը կարող է նաև հատվածաբար պրեսինգի դիմել, այսինքն ավելի բարձրից։ Եթե խոսենք ցածրից պաշտպանության մասին, անհատապես հսկողություն չի լինի, այսինքն փորձեն իրար օգնել եզրերում, երկուսով դիմավորել մեկ մրցակցին կամ միգուցե երեքով, սակայն նորից շեշտեմ, որ այս պարագայում խնդիրը ավելի շատ կարող է ՊՍԺ-ի ձախ եզրից գալ Կվարացխելիայից, աչից կլինի Դուեն, թե կլինի Բարկոլան, այնտեղ մի փոքր ուրիշ ոճ կլինի, եթե համատենք Յամալի ներկայության հետ, այսինքն ուրիշ ձև արդեն պիտի Ինտերը պաշտպանի։ Ու անհատական պաշտպանության համար նաև խնդիր է այն տեսանկյունից, քանի որ Պարիս Սեն-Ժերմենի հարձակման գծի բոլոր 3 ֆուտբոլիստները շարժուն են։ Կվարացխելիան, որը ձախ եզրում է խաղում, հաջողությամբ կարող է տեղափոխվել եւ Դեմբելեի եզրում օրինակ խաղալ, այդպես շատ է փորձել այս մրցաշրջանում ու անհատական պաշտպանություն մեկին կապել մյուսի հետ դա խնդիր է դառնալու։ Ես շարունակեմ ՊՍԺ-ի թեման, այստեղ ճիշտ է մենք տեսնում ենք 4-3-3, բայց
գրոհի ժամանակ իհարկե շատ ավելի բարձր դիրք է։ Եզրերից է միանալու է։ Միանում են Ֆաբյանն է ավելի առաջ գալիս, Նևեշը, Հակիմին միանում են ընդհանուր միջև Վիտինյանը էլ առաջ գնում միջև այստեղ եւս եւ այսպես արդեն վերադասավորվում են։ Ինչն է ՊՍԺ-ին յուրահատուկ դարձնում։ Այն որ դու չգիտես այս դիրքում հարցակման կենտրոնում ով կլինի տվյալ պահին։ Կարող է լինել Դեմբելեն, կարող են տեղերով փոխվել Կվառացխելյան գալ։ Միշտ պատտվում է։ Հա, կարող է դու են գալ Կվառացխելյան գնալ աջ, նույնիսկ Հակիմին այստեղ կարող է հայտնվել։ Լուիս Էնրիկեն նաև շատ լավ օգտագործում է Դեզիրե Դուեի դիրքը, ճիշտ է նա խաղում է հարցակման եզրերում, բայց Ռենում խաղալու ժամանակահատվածում նա նաև կենտրոնական հարցակվող է եղել ու նաև կենտրոնական հարցակվողի գործառույթներն է շատ լավ կատարում։ Պարի Սեն-Ժերմենի գրոհների ժամանակ մի հատ փոքր նյուանս կա, որին չենք անդրադառնում, Մարկինյոսի դերը։ Մարկինյոսը երբ որ խիտ պաշտպանություն են կառուցում, երբ որ փորձում են այդ 1-1-ի պայքար առաջարկել, Մարկինյոսը շատ հաճախ գալիս է կենտրոն ու կտրող փոխանցումներով Հակիմին մասնակից է դարձնում գրոհներին։ Օրինակ Գավաթի խաղարկությունում 2 դրվագ եղավ, որոնցից մեկը հենց գոլով ավարտվեց Դեսիրե Դուեի, Բարկոլայի մասնակցությամբ էր ու այդ երկուսի զույգը աշխատեց Մարկինյոսի։ Առաջ խաղացման մասին խոսեցինք, վերադառնանք պաշտպանությանը, նույն Հակիմին եւ Մենդեշը, Հակիմին էլ Ինտերի նախկին ֆուտբոլիստ, շատ են օգնում արշավի գծի ֆուտբոլիստներին, ովքեր են փորձելու զսպել ու ինչպես են փորձելու զսպել երկու եզրայիններին։ Այս ՊՍԺ-ի դեմ հենց դրանով է դժվար, ուրեմն շատ ավելի հեշտ է հաճախ կենտրոնական պաշտպանների համար, երբ ունեն կոնկրետ մրցակից։ Օրինակ, եթե խոսենք AÇRB-ից, Ինտերի, AÇRB-ին 2 տարի առաջվա եզրափակիչում Հոլանդի դեմ էր խաղում։ Այսինքն գիտեր որ Հոլանդը միշտ իր հետ է ու հա միշտ հիմնականում անհատապես հսկում էր նրան։ Հիմա այդպես չի կարող լինել, որովհետև ինչպես նշեցինք, ՊՍԺ-ում այդ ֆիքսված հարցակվողը չկա, բայց նշեմ, որ Ինտերը այդ փորձը կուտակեց Բարսելոնայի դեմ 2 խաղերում, այնտեղ Ֆերրան Տորեսն էր, որը էլի ընդգծված հարցակվող չէր, այստեղ Հակիմին կմիանա, իդեպ Ժոաո Նևեշը եւս այսքան ընտրությունը մեծ է ու Պարի Սեն-Ժերմենը երևի թե ավելի շատ կտիրի գնդակին, քան Ինտերը։ Ու մի հատ ուրիշ գործոն կա, մենք անընդհատ խոսում ենք Ժոաո Նևեշից, խոսում ենք այստեղ նաև Վիտինյայի դերից։ Այս երկուսը երբ որ ուշադրության կենտրոնում են, մնում է X ֆակտորը, Պարի Սեն-Ժերմենի Ֆաբիան Ռուիսը լրիվ ազատ ու Ֆաբիան Ռուիսը սովորաբար հարցակողական փուլում գլխավոր տարբերություն ստեղծող ֆուտբոլիստն է։ Նա իր օրիգինալ որոշումներով, ոչ ստանդարտ որոշումներով, հեռու տարածությունից հարվածներով գոլ խփեց Արսենալին կիսաեզրափակիչ։ Անում է բաներ, որ Վիտինյան կամ Նևեշը չեն անում, բայց մեծ հաշվով նրան ազատում են, այդ դերը նրան հատկացնում են, այդ եզրափակողի դերը տալիս են։ Օրինակ Վիտինյային այդ դերը տվեցին, բայց նա 11 մետրանոցը չիրացրեց կիսաեզրափակիչ։ Խոսենք նաև Ինտերի X ֆակտորից, խոսեցինք Պարի Սեն-Ժերմենի այդ վճռորոշ դերից, եթե իհարկե ստացվի անել, ով է լինելու Ինտերում X ֆակտորը։ Ես սկսեմ։ Հապա։ Նայեք, ինձ թվում է Ինտերը հենց առաջին րոպեներից պաշտպանական ֆուտբոլ է ցուցադրելու, 5 ֆուտբոլիստ միշտ փորձելու են մոտ խաղալ, միշտ փակել է վերջին օղակը ու Ինտերը իր խաղակարտերը բացելու է երկրորդ խաղակեսում, հատկապես եթե հավասար ֆուտբոլ գնաց, մոտավորապես 60-րդ րոպեից հետո ես սպասում եմ, որ կիսապաշտպանության եռյակից մեկին հանելու է եւ Դավիդը Ֆրատեզին մտնելու դաշտ։ Այդ Դավիդը Ֆրատեզին վերջին շրջանում, երբ որ ես նայում եմ Ինտերի բարդ խաղերը, իսկապես X ֆակտոր է եղել։ Ֆրատեզին մտել է եւ ակտիվացրել է խաղը հարցակման գծում եւ շատ լավ եզրափակել է ու բացի այդ նա հոգեբանություն ունեցող ֆուտբոլիստ է, որ միշտ ամեն դրվագի համար պայքարում է։ Եթե ՊՍԺ-ն մենք 80-90%-ով գիտենք ինչ ձևով է խաղալու, այսինքն գնդակով ավելի շատ գրոհելու է, Ինտերը տարբեր ձևերով կարող է խաղալ, շատ ավելի ճկուն է տակտիկապես։ Իրենք կարող են Արմենիա ասած նահանջել, ամբողջ գազով պաշտպանվել, բայց կարող են նաեւ գնդակին տիրել, դիրքային շատ լավ գրոհներ կազմակերպել։ Ես կառանձնացնեմ կիսապաշտպանական եռյակը։ Ինտերում ամենակարևորը Չալհանօղլու, Մխիթարյան եւ Բարելա։ Եվ գրոհի ժամանակ, եւ պաշտպանության ժամանակ։ Իրենք տարբեր են իրարից ոճով, բայց իրար լրացնում են։ Ինչ վերաբերում է ով կարող է այդպես առանձնանալ, որ շատ չենք սպասում, ես կնշեմ 3 կենտրոնական պաշտպաններից Բաստոնին։ Բաստոնին յուրահատուկ, նա յուրահատուկ կենտրոնական պաշտպան է։ Նա սկսում է այստեղ, նա կարող է փոխանցումներ կատարել առաջ, ցանկացած դիրք, բայց նա կարող է գնդակով առաջանալ, կարող է գալ այստեղ, գոլային փոխանցում կատարել Լաուտարոին, Թյուրամին կամ Դյունֆրիսին, որը գալիս է այստեղ, այսպիսի փոխանցումներ կարող են լինել։ Ուրիշ բան էլ կարող ես ասել, որ Բենժամեն Պավարն ու Բաստոնին եթե լինեն մեկնարկային կազմում, այդ նշանակում է, որ Պարի Սեն-Ժերմենի եզրային պաշտպանները երբ առաջ են գալիս, այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մեկ փոխանցումով կարող է ուղղակի ուղիղ փոխանցումով հարվածի դուրս բերել հարձակվողի։ Փոխանցման վերին աստիճանի բարձր որակ ունեն երկու ֆուտբոլիստները։ Ես այստեղ մի մեջբերում անեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Տեսեք, Բաստոնին գնում է առաջ, չէ՞,
իր դիրքը որոշ չափով ազատ է մնում։ Չալխանօղլուն բայց իջնում է երբեմն, Չալխանօղլուն չէ, նա Երևի առաջին Մխիթարյանը։ Բաստոնին ասել էր, նա ինքն էր ասել, որ Մխիթարյանն է իրեն առաջինը ապահովագրում։ Եվ Իտալիայի հավաքականում Բաստոնին չունի այդպիսի թիմակից, որ այդպես նրան ապահովագրի, ինչպես Մխիթարյանը։ Բայց սխեմայով Իտալիան ուրիշ ձև է խաղում։ Դե չէ, էլի 5 պաշտպան է խաղում։ Ու այստեղ մենք տեսեք Մխիթարյանի գործառույթ ինչքան շատ է։ Ապահովագրում է թիմակիցներին, կարող է սկսել գրողները, կարող է եզրափակել, ճիշտ է հիմա ավելի շատ գրողների կառուցմանն է մասնակցում, քան եզրափակմանը, բայց նույն Բարսելոնայի դեմ կիսա եզրափակիչում էլ տեսանք, այդ մի սանտիմետր չլիներ գոլ էր խփելու։ Այսինքն նա այստեղ շատ կարևոր դեր ունի։ Խոսենք նաև ընդհանուր եզրափակիչների մասին, որովհետև եզրափակիչ դիմակայություններում սովորաբար փակ խաղ է լինում։ Ձեր կարծիքով ինչ դետալներ կարող են լինել, որոնք վճռորոշ լինեն հենց այս եզրափակիչում։ Իմ կարծիքով Paris Saint-Germain-ի խաղում պետք է ոչ մի բան չփոխվի։ Թիմը, ինչպես ասել է եզրափակիչ, հարձակողական վառ ֆուտբոլով պետք է փորձի այդ նույն ֆուտբոլը խաղալ, որովհետև Paris Saint-Germain-ը ամեն դեպքում, երբ որ մրցակցին գնդակ է տալիս, նույն Arsenal-ի հետ մրցավեճը, եթե վերցնենք, խնդիրներ ունենում է եւ մրցակիցները կարողանում են բավականին շատ գոլային պայեր ստեղծել։ Ու շատ կարեւոր է թե Ինտերի դարպասապահն ու պաշտպանությունը հենց առաջին րոպեներից ինչպես են խաղալու։ Եթե Paris Saint-Germain-ը կարողացավ արագ գոլ խփել, իսկ Paris Saint-Germain-ը միշտ բոլոր խաղերում գնում է հենց դրա հետևից շատ բարդ է լինելու։ PSG-ն այս պահին ավելի բալանսավորված թիմի տպավորություն է թողնում։ Օրինակ Ինտերը Ինտերը նախորդ մրցաշրջանում որպես թիմ խաղով ավելի ուժեղ էր, երբ դարձավ Իտալիայի չեմպիոն ու ինչ որտեղ պատահականությամբ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Հիմա իրենք հասել են եզրափակիչ, միգուցե խաղով զիջում են, բայց հոգեբանորեն փորձը արդեն ուրիշ բաներով են մրցակիցներին գերազանցում։ Թե չէ դու չես կարող Բավարիային ու Բարսելոնային դուրս թողնել։ Բայց կա նաև հանգամանք, որը որ խոցելի է դարձնում Ինտերին։ Մեկ եզրափակիչ պարտվել են, հիմա ծանրաբեռնվածություն, այդ հոգեբանական բեռը երկրորդը պարտվելու ավելի մեծ է զգուշությունը։ Բայց փորձ ունեն հիմա ավելի շատ։ Ես նշում եմ անցած մրցաշրջանի համար ավելի թույլ լինելը, հատկապես պաշտպանության ժամանակ թերացումներն ավելի շատ են Ինտերի։ Նույն Բարսելոնան 6 գոլ խփեց, Լացիոն եթե վերցնենք վերջերս առաջնությունում երբ որ պարտվեցին։ Եվ դարպասապահների գործոնը մենք որքան էլ տակտիկայից խոսենք, դարպասապահները նման խաղում պիտի փրկեն։ Դա մենք շատ ենք տեսել, որոշիչ է դառնում։ Եվ Դոնարուման եւ Զոմերը լավ մարզավիճակում են այդ տեսանկյունից։ Ուրիշ բան ասա, Դոնարուման խաղում է Ինտերի դեմ։ Միլանում է, չէ՞, նա ծնվել, մեծացել, դասիրակվել, իսկ դա լրիվ ուրիշ մոտիվացիա է։ Շատ կարևոր է դա։ Որպես դարպասապահներ այդ առումով մակարդակով նման են, բայց մի կարևոր բանի վրա ուշադրություն դարձնենք։ Զոմերը ոդկով խաղով ակնհայտորեն գերազանցում է Դոնարուման։ Բայց գծի վրա էլ Դոնարուման գերազանցում է Զոմերը։ Չէ, ես համաձայն չեմ, որ Դոնարուման գծի վրա գերազանցում է, բայց ինչու եմ դա ասում, որովհետև եթե երկու թիմերը կարող են պրեսինգի դիմել, չէ, բարձր գալ առաջ։ Այդտեղ արդեն կարևոր է դարպասապահ ոդկով ինչպես է խաղում, ինչ որոշումներ է կայացնում։ Այդ տեսանկյունից Զոմերը մի քանի անգամ գերազանցում է Դոնարումային։ Ես օրինակ Paris Saint-Germain-ի խաղում գլխավոր առավելություններից մեկը էս խաղում կառանձնացնեմ արագությունը։ Ամեն դեպքում Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստները ավելի մոբիլ են եւ եզրերում, եւ կենտրոնում, եւ հարձակման գծում։ Իսկ Ինտերի պաշտպանությունը այդքան արագությունների չի հանդիպել այս մրցաշրջանում։ Կասեք Բարսելոնան, բայց Բարսելոնան մի փոքր այլ պատմություն էր։ Դե դրա համար մի քիչ ավելի խորքից կպաշտպանվեն տարածությունները կփակեն, այսպես քիչեն։ Դե գիտես, Ինտերը կարող է համբերատար պաշտպանվել, դա նրանց ուժեղ կողմն է։ Ես քանի որ այս մրցաշրջանում հնարավոր է Ինտերը առաջին համարով փորձի խաղալ, թե բացառում եք։ Չէ, ես այդ տարբերակը բացառում եմ, որովհետև ասեմ խոսել եմ Ինզագիի հետ։ Չէ, որովհետև ես տեսել եմ Լիվերպուլ, որը որ առաջին համարով խաղալու երևի թե էտալոն է, այս մրցաշրջանում եղել, բայց Լիվերպուլն էլ գնդակը տվեց Paris Saint-Germain-ին։ Բայց հնարավոր պատճառը Parc des Princes-ն էր, արտագնախաղն էր։ Մենք ոչինչ չենք կարող այստեղ բացառել, ընդհանրապես կհիշեմ 2 տարի առաջվա եզրափակիչը City-ի հետ, բոլորը սպասում էին, որ Ինտերը ամբողջ կազմը պաշտպանվելու է, հաշիվ է պահելու, բայց հիշում եք, մանավանդ առաջին կեսը Ինտերը ինչպես էր ճնշել, չէ, Լուկակուի վրիպումը երկրորդ կեսում էր, բայց որքան բարձրից պրեսինգով City-ին շատ լարված էր ու վատ խաղակես անցկացրեց։ Առաջին կեսը վատն էր։ Այնպես որ եզրափակիչը ընդհանրապես մրցաշրջանի ընթացքում ինչ են արել, ինչ բան, դա կարող է եզրափակիչը դրա հետ ոչ մի կապ չունի, ոչ մի կապ չունի։ Չէ, բայց դու ամբողջ մրցաշրջանի ընթացքում երբ որ նայում ես թիմի ցուցադրած խաղը, որոշակի պատկեր ամեն դեպքում ձևավորվում է։ Ես օրինակ տեսել եմ Ինտերի, որը Բոլոնիայի հետ արտագնախաղում որոշեց, որ 80-րդ րոպեին իդեպ այդ խաղում նրանք չեմպիոնությունը պարտվեցին, որոշեցին, որ 80-րդ րոպեին ուզում են պաշտպանություն խաղալ եւ մեկ միավորով գնալ ու վերջում Ռիկարդո Օրսոլինին խփեց շրջադարձ գոլ, որով որ հաղթարակ։ Դա Իտալիայի առաջնությունն էր, Չեմպիոնս լիգան
բայց էլի կարևոր էր, չէ՞։ Չեմպիոնություն է ամեն դեպքում պարտվում։ Եվ վերջում նաև խոսենք մարտավարական մի շարք հետաքրքիր լուծումների մասին, որովհետև այս հատվածում փաստացի Էնրիկեն ու Ինձագին կարողացան նման հետաքրքիր լուծումներ գտնել։ Եզրափակիչում սպասենք տենց բան, թե ոչ։ Դե ինձ թվում է այս ընթացքում ինչից որ խոսեցինք, մոտավորապես դրա հետ կապված զրույց է լինելու, մի փոքր էսկո, մի փոքր էնկո։ Շատ դուրս չշեղվի։ Չենք տեսել ամեն դեպքում։ Ես օրինակ չեմ տեսել իմ նշածից կամ Արմանի թվարկածից դուրս ինչ որ նոր բան։ Հիմնական Պարի Սեն-Ժերմենից անկեղծ ես էլ չեմ սպասում, բայց Ինտերից անկեղծ ամեն ինչ սպասելի է այս մրցաշրջանում։ Գլոբալ ոչ, որոշ դիրքերում ուղղակի կան կասկածներ, ով կլինի հիմնական կազմում։ Ինտերում կենտրոնական պաշտպաններից մեկը կլինի Բիսեկը, Դարմյանը, թե Պավարը պատրաստ կլինի։ Բիսեկը վերջին խաղում վնասվածք է ստացել, դա կարող է ինչ-որ դա է, որ կարող է ազդել ու գումարած Պարի Սեն-Ժերմենում գլխավոր հարցը թերևս աջ հարցակվողը ով կլինի, Բարկոլա թե դու է։ Դրանից կարող է նաև ոճը փոխվել, որովհետև նրանք տարբեր ոճերի ֆուտբոլիստներ են։ Մնացածը ընդհանուր առմամբ պարզ է։ Ինձ համար օրինակ դուեի մեկնարկային կազմում լինել եւ Դեմբելեի ընդհանրապես քննարկման ենթակա չէ, հիմնական խնդիրը այստեղ հարց կա ինձ համար, ինձ թվում է Բարկոլան ու Կվարացխելյան ըստ այն որոշման, թե ինչպես է խաղալու Պարի Սեն-Ժերմենը ռոտացիայի կենթարկվեն, բայց ավելի հավանական չգիտեմ ինչու համարում եմ Բարկոլայի տարբերակը։ Ճոս Խվիչյան միանշանակ, եթե վնասվածք չլինի, միանշանակ հիմնական վնասվածքով էլ կխաղա։ Այ Ինտերում ես ավելի շատ վերադասավորում եմ սպասում, ավելի շատ։ Ու այն տարբերակը, որ ամենասկզբում ասացի, այդ պաշտպանական Դարմյան եւ Կարլոս Ավգուստո, սա շատ այսպես դետալային ուսումնասիրության արդյունք է նաեւ։ Շնորհակալություն գործընկերներ, հետաքրքիր քննարկման համար։ Ընդամենը հաշված ժամեր ու մենք կստանանք այս հարցերի պատասխանները։ Շնորհակալություն գործընկերներ։